Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով TikTok սոցիալական ցանցի ամերիկյան բաժինը վաճառվում է ամերիկյան եւ միջազգային ներդրողների կոնսորցիումին։ Այս քայլի հիմնական պատճառը Ամերիկայի ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններն են, մասնավորապես ամերիկացի օգտատերերի տվյալների պաշտպանությունը։ Սա շատ լավ ու կարևոր արդյունք է։ Ամերիկացի ներդրողներն են ստանձնել կառավարման գործընթացը բարձր մակարդակով։ Դրանց թվում է նաև Լարի Էլիսոնը։ Իսկ Oracle-ը կարևոր դեր է ունենալու հատկապես անվտանգության եւ վերահսկողության ոլորտում։ Այսուհետև ամեն ինչ ամբողջությամբ կառավարելու է ամերիկյան կողմը, հուսալի վերահսկողությամբ։ Միևնույն ժամանակ հարգանքներս եմ հավաստում նախագահ Սիին եւ գնահատում, որ նա հաստատեց այս գործարքը, քանի որ դա լիարժեք իրագործման համար անհրաժեշտ էր Չինաստանի աջակցությունն ու համաձայնությունը։ Գործարքի արժեքը ըստ լրատվամիջոցների կազմում է ռեկորդային $50 միլիարդ։ Սա գերազանցում է նախորդ խոշորագույն տեխնոլոգիական ձեռքբերումը, երբ Իլոն Մասկը $44 միլիարդ գնել էր Twitter-ը։ TikTok-ը, որն ԱՄՆ-ում ունի ավելի քան 170 միլիարդ օգտատեր, կանցնի նոր սեփականատերերի վերահսկողության տակ։ Ներդրողների թվում են հայտնի գործարարներ Bill Ford-ը General Atlantic-ի, Dell Technologies-ի հիմնադիր Michael Dell-ը եւ մեդիա մագնատ Ռուբերտ Մերդոկը։ Մենք չէինք կարող իրականացնել այս գործարքն առանց նախագահի, որը վերջնականապես ապահովեց այս գործարքի ավարտը։ Չինական կողմում որոշ դիմադրություն կար, բայց հիմնական նպատակն այն էր, որ TikTok-ը շարունակի գործել եւ միևնույն ժամանակ ամերիկացիների տվյալների գաղտնիությունը պաշտպանվեր օրենքի պահանջներով։ Սա կարևոր է եւ իրավական եւ անվտանգային առումով։ Գործարքը նշանակում է, որ ամերիկացիները կարող են վստահությամբ օգտվել TikTok-ից, իմանալով, որ դրանց տվյալները պաշտպանված են եւ չեն օգտագործվի քարոզչական նպատակներով։ Սա մեծ օր է եւ շնորհակալ ենք բոլորին համագործակցության համար։ Հրամանագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև առևտրային հարաբերությունները կայունացնելու փորձերի ֆոնին։ Թրամփը հաստատել է, որ ծրագիրը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ եւ ստացել նրա համաձայնությունը։ Քաղաքագետ USUN-ի կարծիքով այս քայլը կարող է դիտարկվել որպես լարվածությունը թույլատնելու փորձ։ Դեռ գործարքը կնքելուց առաջ էր կանխատեսել, որ TikTok-ի հարցում Թրամփը կհասնի իր նպատակին։ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը այժմ մուտք են գործում առևտրային հակամարտության կայունացման փուլ։ Չինաստանը, եթե նույնիսկ պատրաստվում է պատասխան քայլերի, պետք է շատ զգույշ լինի, որ ընթացիկ ուղղությունը չխաթարվի, որովհետև գիտենք, որ Թրամփն ու Սի Ցինփինը արդեն մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել։ TikTok-ի շուրջ առաջընթաց կա եւ երկու նախագահների միջև դեմառդեմ հանդիպում է պատրաստվում։ Կարծում եմ Չինաստանը կարձագանքի, բայց շատ զգուշորեն։ Հարկ է նշել, որ սա TikTok-ի ամերիկյան բիզնեսին վաճառելու առաջին փորձը չէ։ 2020 թվականին Թրամփի վարչակազմի նմանատիպ փորձը Microsoft-ի եւ Oracle-ի հետ բանակցություններում ձախողվել էր։ Թեև հրամանագիրը ստորագրված է, դեռևս անորոշ են որոշ մանրամասներ, մասնավորապես թե ինչպես է նորաստեղծ ամերիկյան ընկերությունը տնօրինելու հավելվածի ամենաարժեքավոր ակտիվը՝ առաջարկությունների ալգորիթմը, որը ըստ հրամանի կվերահսկեն ամերիկյան անվտանգության գործակալների կողմից։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։